Ալպինեջան, խնդրում եմ նշիր 3 պատճառ, որոնք խանգարում են մարդկանց հաջողության հասնելու ճանապարհին։ Անհամբերություն, սա շատերին է խանգարում, շատերը սկսում են մեծ ոգևորվածությամբ եւ սպասում են, որ արդյունքը պետքա գա մի քանի օրում։ Արագ արդյունքի են սպասում, բայց ցանցային բիզնեսը ժամանակ է պահանջում։ Եթե դու այս ոլորտում չունես փորձ, դու պետք է համբերատարությամբ սիրվես եւ ամենօրյա ինքնակրթությամբ զբաղվես, աշխատես քո նաստավնիկի հետ, լսես նրան եւ ինքնազարգացման շնորհիվ գնաս առաջ, բայց դրա համար ժամանակ է պահանջվում։ Երկրորդը կնշեմ, որ միայն վաճառքի վրա կենտրոնանալով երբեք չի լինի առաջընթաց։ Եթե դու մտածես, որ դու ինքդ չօգտվես եւ վաճառես այլ մարդկանց համար այս ապրանքատեսականին, դու չես ունենա առաջընթաց, որովհետեւ նախ եւ առաջ դու ինքդ պետք է օգտվես մեր ամբողջ ապրանքատեսականուց, փոխես քո խանութը եւ առօրյա քո գնումների հիմքի վրա փորձես կառուցել քո սեփական բիզնեսը, միայն այդ փոփոխության շնորհիվ դու կունենաս արդյունք, այսինքն միայն վաճառքի վրա կենտրոնանալը սխալ է։ Թիմի հետ չաշխատել։ Միայն թիմակիցներ գրանցելով դու չես ունենա առաջընթաց, եթե թիմի հետ չաշխատես։ Շատ կարևոր է մի պարզ փաստ ընդունել, որ ցանցային բիզնեսում չկա ես հասկացողությունը, կա մենք, այսինքն ամբողջ թիմով պետք է աշխատենք մեկս մյուսով առաջընթաց ունենալու համար։ Ոմանք մտածում են, որ ես կանեմ ամեն ինչ, բայց իրական հաջողությունը գալիս է, երբ դու օգնում ես ուրիշներին աճել, այսինքն թիմային աշխատանք ես կատարում։ Ցանցային բիզնեսը թիմային աշխատանք է եւ քո հաջողությունը կախված է թիմի հաջողությունից։ Ցանցային բիզնեսը հարաբերությունների բիզնես է։ Եթե մարդկանց լսում ես նրանց կարիքները եւ առաջարկում ես ճիշտ լուծումներ, նրանք ինքնուրույն կցանկանան շարունակել քեզ հետ։ Առաջին հերթին կապ, հետո առաջարկ։